Հայտնեմ ձեզ, որ տեսա Արմատ մեդիայի լրագրողներին տեղ նստած, որին ես անցած անգամ հարցնում էի, թե ով է ֆինանսավորում իրենց լրատվամիջոցը, հրաժարվում էր ասել, բղավում էր ինձ վրա։ Ուզում եմ ասեմ, որ վերջերս հրապարակվեց ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի թիմակիցներից մեկի հայտարարագիրը եւ պարզվեց, որ Արմատ մեդիան պատկանում է նրան։ Բոլորդ իմացեք, որ Արմատ մեդիան ֆինանսավորում է ռուսաստանցի օլիգարխի մոտ գտնվող անձանց կողմից։ Հիմա խնդրում եմ ձեր հարցը։ Եթե ունեք ասելիք, եկեք ստեղից ասեք, եթե չէ, խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, ես ուզում եմ հարցնել պարգևատրությունների մասին, կան տեղեկություններ, որ արդեն ազգային ժողովի պատգամավորները ստացել են պարգևատրություններ, եթե հարմար եք գտնում, կարող եք հրապարակել դրա չափը։ Բոլոր պաշտոնյաների հայտարարագրերը հրապարակվում են ամեն տարվա մոտավորապես ամռան ամիսներին, կտեսնեք, ոչ մի գաղտնիք չկա, հանգիստ եղեք։ Որովհետև թափանցիկություն ենթադրում է, որ մի բան, չէ, որտեղ պարզ է ձեր հարցը, թափանցիկության պակաս լինում է այն դեպքում, երբ որ ինչ-որ բան չի հրապարակվում, ամեն ինչ կհրապարակվի, հանգիստ եղեք։ Պարոն Ռուբինյան, իսկ ներողություն հարցի շարունակում։ Ասեք, որ մոտավորապես մեկ աշխատավարձի չափով, մոտավորապես, եթե թիվ։ Պարոն Սիմոնյանը մոտավորապես մեկ աշխատավարձի չափով, բայց կարող են բոլոր 700 աշխատակիցների գումարել իրար եւ ասել, որ դա աշխատական է, եթե դոլարին վերածեն ավելի հետաքրքիր ու լավ ռեպորտաժ կստացվի։ Շարունակեք, ներողություն։ Այլ հարցեր։ Ես ուզում եմ հարցնել ընտրությունների նախօրյակին, այսպես պետական ծառայողներին գնահատելու այս մեխանիզմ ներդնելը, արդյոք նրա մասին չի խոսում, որ դուք ընտրություններից առաջ որոշակի ակնկալիք ունեք եւ Ոչ, որովհետև ընտրության նախօրյակին չի այդ նոր վարչատվության նոր մեխանիզմը ներդրվել է ամիսներ առաջ, նոյեմբերի ընտրության նախօրյակը, այդ տրամաբանությամբ ուրեմն 4 տարի առաջ է ընտրության նախօրյակը։ Կան հակակոռուպցիոն փորձագետներ, որ կարծում են, որ թույլ տվեք կարծել, դե շատ լավ, կան նաև հակակոռուպցիոն փորձագետներ չակերտների մեջ, որոնք ասում են, որ թոշակ բարձրացնելը նախընտրական կաշառք է, կներեք, բայց ես չեմ պատրաստվում մեկնաբանել աբսուրդը։ Այլ Պարոն Ռուբինյան, ատելության խոսքի դեմ քաղաքացիական եւ վարչական նոր պատասխանատվությունը մշակվում արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ օրինակից ինչպես է որոշվելու որն է ատելության խոսք, որը չի։ Ես տեղյակ չեմ նման նախագծի մասին, կներեք, երբ որ տեղեկանամ կկարողանամ մեկնաբանել։ Պարոն Ռուբինյան, Ռոբերտ Քոչարյանը ոդկասթում անդրադարձել կապարել նաև իշխանության կողմից ստացած պարգևավճարներին, պարգևատրումներին, սրա մասին ինչ-որ մեկնաբանություն կանեմ, ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն եւ իր ընտանիքը պետք է դադարեն երկարացնել եւ պետք է առանց վիճարկելու 200 միլիոն դոլարը մուծվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Թող իրենք դադարեն զբաղեցնել մեր դատավորներին, դատախազներին, փաստաբաններին եւ այսպես շարունակ։ Պետությունը իրենցից պահանջում է, դատախազությունը իրենցից պահանջում է բյուջե վերադարձնել ապօրինի ձեռք բերված 200 միլիոն դոլարը։ Թող առանց երկարացնելու բերեն մուծվեն բյուջե։ տարվա պարգևավճարների Չգիտեմ, տարբեր հաշվարկներով մի քանի հազար տարվա։ Իդեպ այդ որ հարցնում եք, դեր պարգևավճարները, ես ընես կուզեմ, որ դուք այս բոլորդ, ովքեր որ ամեն անգամ հարցնում եք պարգևավճարների մասին, մի անգամ Քոչարյանին հարցնեք այդ 200 միլիոն դոլարի մասին, ես կուզեի լսել։ Կարող է Քոչարյանը իր ընտանիքի անդամներին նախընտրական կաշառք տվել, երբ որ այդ 200 միլիոն դոլարը կուտակել է ընտրությունների բերան, տարբեր տարիների ընտրությունների բերան։ Բայց չի կապացուցում, քրեական գործում չկա ապացույց։ Դե շատ լավ, դե կսպասենք ապացույցները կլինեն, էլի։ Բայց բնականաբար իհարկե ցանկացած լսող առաջին հերթին մտածել է, որ այստեղ որևէ ապօրինություն չկա։ Իհարկե, պարոն Քոչարյանը իր որդին Հայաստանի ամենատաղանդավոր բիզնեսմեններն են։ Իրենք 200 միլիոն դոլարը, իհարկե, այդպես ազնիվ։ Հա, օքեյ, ասում եմ սուրբ այդ մարդը։ Պարոն Ռուբինյան, ընտրություններից 2 ամիս առաջ դուք հանրությանը սպառնում եք պատերազմով, եթե դուք չլինեք։
Սա քաղաքական դաշտում մյուս դերակատարներն ասում են, որ դուք այս անգամ կրկին պատերազմի մասին եք խոսում առանց հիմնավոր պատճառներ ներկայացնելու, երբ որ օրինակ Փաշինյանն ասում է սեպտեմբերին կլինի։ Ձեզ համար օրինակ հիմնավոր պատճառը ո՞րն է այդ պատերազմի լինել, դուք ինչ հիմքով եք դա ասում։ Եկեք նախ ուղղեմ ձեզ։ Եկեք նախ անալիզի ենթարկենք։ Ինչ է նշանակում սպառնալիք։ Չէ, եկեք, մի վարքյան էլ, ինչ է նշանակում սպառնալիք, բառարանային բացատրությունը, սպառնալիք բառի ո՞րն է, երբ որ ինչ-որ մեկը մյուսին ասում է, եթե դու չանես սա, ես կանեմ կամ չեմ անի սա, մի բան, որը քո համար վատ կլինի, որ անեմ կամ չանեմ։ Համաձայնեք, երբ որ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե որդեգրի այն քաղաքականությունը, որը ընդդիմադիրները առաջարկում են, որպեսզի այն որդեգրի, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի, այստեղ սպառնալիքի հետ որևէ աղերս չկա։ Մենք ինչ ենք ասում։ Նախ մենք ասում ենք, այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է 0-ի։ Ինչու է հավասար 0-ի։ Որովհետև Հայաստանը վարում է այն քաղաքականությունը, որը այժմ վարում է։ Եվ եթե ընդդիմությունը գա իշխանության եւ սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, իսկ իրենք բաց հայտարարում են, իրենք հայտարարում են, որ համաձայն չեն այս խաղաղության պարամետրերի հետ։ Նրանք պատրաստվում են տարբեր կոմպոնենտներով այս խաղաղության ամեն ինչ վերանայել։ Դա վերելու է ակնհայտ եւ 100%-անոց պատերազմի։ Ինչն է այստեղ, ո՞րն է այստեղ սպառնալիքը կամ ինչը այստեղ պարզ չի։ Հաջորդը ուղիղ 1 տարի առաջ բառացիորեն ուղիղ 1 տարի առաջ, երբ որ վարչապետ Փաշինյանը ասում էր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, այդ նույն ընդդիմադիրները եւ մամուլը ասում են ո՞նց ես ասում, որ չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, չէ, լինելու է պատերազմ։ Հաջորդը 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանի գործունեության ամենամեծ մեղադրանքը ո՞րն է։ Բոլոր ընդդիմադիրներ, ոչ ընդդիմադիրներ, լրագրողներ, հանրություն, ինչ են ասում, ասում են վարչապետ Փաշինյանը ինչու չեկավ եւ բաց չներկայացրեց իրերի դրությունը, ռազմական հավասարակշռությունը եւ այն ուղղությունը, որով գնում է մեր երկիրը եւ պատերազմի ռիսկը։ Հիմա այդ նույն ասողները ասում են ինչի է Փաշինյանը բացատրում, որ եթե Հայաստանը որդեգրի ընդդիմության առաջարկած քաղաքականությունը, դա բերելու է պատերազմի։ Հետևաբար խոսքը բացարձակապես ոչ շանտաժի, ոչ սպառնալիքի մասին չէ, խոսքը հետևյալի մասին է։ Հունիսի 7-ին մեր քաղաքացիները ունենալու են ընտրություն։ Ընտրություն ոչ միայն կուսակցությունների միջև, այլ այն քաղաքականությունների միջև, որ առաջարկում են ուժերը։ Քաղաքացիական պայմանագիրը առաջարկում է պահել այս խաղաղությունը, ոչ թե նոր բան անել, այլ հակառակը նոր բան չանել, պահել այս խաղաղությունը։ Իշխանություն, ընդդիմությունը, Քոչարյանի ուժը, ռուսաստանցի օլիգարխի ուժը, բելարուսամետ օլիգարխի ուժը, իրենք առաջարկում են վերանայել այս խաղաղությունը։ Եվ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե իրենք գան իշխանության, եւ եթե անեն այն, ինչ խոստանում են անել, այն է վերանայել, ռևիզիայի ենթարկել այս խաղաղությունը իր բոլոր կոմպոնենտներով։ Խաղաղության պայմանագիրը, Վաշինգտոնյան հռչակագիրը, TRIP-ի մասին համաձայնությունը, սահմանազատման կանոնակարգը եւ այլն, շարունակել Ղարաբաղյան հակամարտությունը եւ այսպես շարունակ։ Դա բերելու է պատերազմի։ Եթե որովհետև ակնհայտ է դա։ Եթե հիմա ինչի կա խաղաղություն, գիտեք։ Ինչի կա օրինակ հիմա խաղաղություն։ Ինչի։ Ընդդիմադիրները ասում են, որ դուք զիջումների եք անում։ Չէ, ինչ զիջում։ Հիմա ասում եմ, ասենք վերջին 2 տարվա մեջ մեր սահմաններին կա 0 զոհ հակառակորդի կրակոցից։ Օգոստոսի 8-ի հռչակագրից հետո չի լսվել որևէ կրակոց որևէ սահմանամերձ բնակավայրում։ Օգոստոսի 8-ից հետո մեր երկաթգծերը մասնակիորեն ապաշրջափակվել են Ադրբեջանի տարածքով երկաթգծով բան ենք ստացել, ցորեն ենք ստացել։ Հիմա հարց. ինչի է հնարավոր դարձել այս ամենը, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրել են հռչակագիր խաղաղության մասին։ Հիմա մի վարքան հռչակագիր խաղաղության մասին։ Հիմա եթե մենք ասելով նկատի ունենք Հայաստանը, եթե Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության հռչակագրին եւ խաղաղության ճարտարապետությանը, որևէ ընդդիմադիր պարոն ասել է, որ պիտի վերանայի հրաժարվի դրանից, որ մեկը, որովհետեւ երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ երբ որ Հայաստանը պարփակվում է իր 29743 կիլոմետր քառակուսու մեջ, դա վատ է, որովհետեւ մեզ ոչ ոք որպես գործոն չի ընդունել, դա նշանակում է ուղիղ վիճարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև
միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պայմանավորվածությունը կամ ներողություն, ինչ ուղղություն, որ ուղղությունը ուզում լինի, կամ կամ երբ որ օրինակ Քոչարյանի խմբակցությունից պատգամավորը ասում է Արարատը մերն է, Դադիբվանքը մերն է, դա նույնն է, ինչ վիճարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ասել է ուղիղ մերն է։ Հաջորդը ասել է մերն է, հաջորդը ասել է մերն է, ես իմ ականջով դա լսեմ։ Հաջորդը, երբ որ նրանք ասում են, որ թրիփի մեջ պետք է ներառել նոր կողմերի, երաշխավոր չէ, նոր կողմերի, դա նույնն է ինչ ասել, որ թրիփը չի լինելու, որովհետև թրիփը հայ-ամերիկյան բիզնես նախագիծ է։ Դու չես կարող պայմանավորվել, որ այս ինչի հետ բիզնես նախագիծ ես անում, հետո երբ որ գա իմպլեմենտացիայի փուլը, ասես գիտես ինչ կա, եւս 5 կողմ ենք ներառելու, 5 կողմ, որոնց դու ատում ես, եւ որոնք ատում են քեզ, եւ որոնց հետ դու կանհամետեղել ես։ Կամ երբ որ Արծիկ Մինասյանը, որը հենց հիմա ելույթ է ունենում, իմ այդ բանավեճում ասում է համանազատման սկզբունք չի կարող լինել Ալմա-Աթայի հռչակագիրը, այլ սկզբունքները պետք է լինեն այլ տարրեր, այդ թվում դեմոգրաֆիականը, դա նշանակում է վիճարկել խորհրդային միության փլուզման պահին առկա սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Կամ երբ որ նույն Արծիկ Մինասյանը ասում է, որ խորհրդային Հայաստանի սահմանները անարդար սահմաններ են, նշանակում է ասում է ես այս սահմանների հետ համաձայն չեմ։ Եվ հետեւաբար այսին բոլոր կամ երբ որ ասում են Ղարաբաղի հարցը փակված չէ, դա նշանակում է նույն էլի կրկնում էլի Արծիկ Մինասյանը։ Ասում է Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ավարտված լինել։ Հիմա այս ամեն ինչ որ դնում ենք մի կողմ, եթե իրենք անեն այն ինչ իրենք հայտարարում են, այսինքն վիճարկեն համանազատման սկզբունքները, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքները, այնտեղ էլ ինչ կա, թրիփը եւ այսպես շարունակ, այսինքն ապաշրջափակման սկզբունքները։ Այս խաղաղությունը չի լինի։ Դուք եք ԵՏՄ-ից դուրս գալիս, կարող է իշխանություն են դառնում, չէ՞ լավ։ Մենք ԵՏՄ-ից դուրս գալու մասին երբևիցե չենք հայտարարել։ Նախագիծ ազգային ժողովի պատգամով Երբևէ լսում ա եղել, բայց մենք երբևիցե չենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբեք, եթե նկատի ունեք 2018-ից առաջ։ Դե երբեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հայտարարել, որ իշխանության գալուց դեպքում դուրս է գալու ԵԱՏՄ։ Բայց դրանից առաջ նախագիծ Դրանից եղել առաջ ելք դաշինքի նախաձեռնությամբ եղել է դրա վերաբերյալ լսում։ Նախագիծ ինչ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Ոչ, ելք Նիկոլ Նիկոլ Փաշինյանը եղել է հիմնական զեկուցողը։ Մանուկյանի հետ ներկայացնի։ Վերադառնալով պահ Կստուկ եմ, ես խոստանում եմ, ես բանից հետո կստուկ եմ։ Ում ներողություն։ Ռոբերտ Քոչարյանի։ Շատ կարևոր մի դետալ բաց թողեցիք։ Նա ասում է, որ ձեր վերած խաղաղությունը առանց երաշխավորների խաղաղություն։ Եվ երբ որ իրենք կան իշխանության, երաշխավորի ինստիտուտն է ներգործելու, որը կերաշխավորի խաղաղության հարատևությունը։ Իսկ ձեր վերած խաղաղությունը ամենը մեկ մարդու կամքից այն Ադրբեջանի նախագահի կամքից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այն երաշխավորը, որին ուզում է ներմուծել Ռոբերտ Քոչարյանը, եւ իրականում Ռոբերտ Քոչարյանն էլ ներմուծել է այդ երաշխավորը, երբ որ երաշխավորում էր նոյեմբերի 9-ի հայտարարության գործունեությունը, դա եւ Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորներ, եւ որի հորդորով Ղարաբաղի հայերը վերադարձել էին Ղարաբաղ, այդ երաշխավորի աչքերի առաջ եւ թողտվությամբ Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Ռոբերտ Քոչարյանի ուզածն այն է, որ այդ նույն երաշխավորի աչքերի եւ հայացքի ներքո, ինչպես իրանք լուծարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նենց էլ իրանք լուծարեն Հայաստանի Հանրապետությունը։ Բայց մենք դա թույլ չենք տալու նրանց անել։ Ինչպես թույլ չենք տալու ժողովրդի քվեով։ Իդեպ, ես համարում եմ նաեւ շատ տարօրինակ, որ ձեզնից ոչ ոք Ռոբերտ Քոչարյանին տեսնելուց, բայց չնայած նա տարօրինակ դուք Ռոբերտ Քոչարյանին չեք տեսնում, Ռոբերտ Քոչարյանին տեսնում են մենակ իր համար աշխատող։ Դուք մեկն տեսնում եք ներողություն։ Ես այսօր էլ եմ տեսնում, Այո, խնդրում եմ հարցրեք, պարոն Քոչարյան, այն որ հրապարակվեց այն ձայնագրությունը, որ դուք ռուսերեն լեզվով ասում եք, ես ձեր հորդորով եմ եկել Հայաստանում քաղաքական գործունեություն եմ ծավալում, մի բան արեք դուրս գամ ես սրանից։ Մի հատ հարցրեք, էլի ում էր ուղված դա։ Խնդրում եմ։ Հա, պարոն Քոչարյան,
Բացի այն զռալու մասը, խնդրում եմ այս հարցին էլ պատասխանել։ Ինչու է ինքնիդեպ Քոչարյանի հետ ասածը Փաշինյանի վրա վերցնա, ընդհանրապես Բայց Փաշինյանը ի՞նչն է իր վրա։ Բա ինքն է ով եթեր մտել եւ ասել հակադարձել, այո, դրա։ Ի՞նչն է հակադարձել, մարդուն առաջարկել է ստուգել մի հատ էշի զրոցը ընդհանրական բերում է ասած, դիտումներ, թե չի դերում, Փաշինյանը բայց ասում եմ, եթե չի ուզում այս զրոցի մասին անդառնալ, խնդրում եմ, թող մարդը պարզաբանի, ում էր ինքը ռուսերեն լեզվով ասում ձեր հրահորդորով ենթադրաբար եթե ռուսերեն էր խոսում, ուրեմն ում զրուցակիցը հայերեն չգիտի, էլի, ինչը մեծագույն կասկած է առաջացնում, որ զրուցակիցը Հայաստանի քաղաքացի չի եւ ազդեցություն ունի իր վրա։ Ում էր ասում, որ ես ձեր հորդորով մտել եմ քաղաքականություն Հայաստանում ու ով է ուղարկել Քոչարյանին Հայաստան։ Իդեպ գաղտնիք չէ, որ մինչև 2018 թվականը Քոչարյանը Հայաստանում չէր, եթե ես ճիշտ գիտեմ։ Ամենայն դեպս կյանքի մի մասը չէր անցկացնում Հայաստանում։ Ով է իրան հորդորել գա մտնի քաղաքականություն։ Սա հետաքրքիր հարց չի ձեր համար։ Դուք բոլորդ ինքնիշխանության պաշտպաններ եք, չէ՞։ Ազատության ռադիոկայանը հետաքրքիր չի սա։ Իսկ թվում է պետք է հետաքրքիր լինի։ Քոչարյանին ով է ուղարկել Հայաստան։ Կարող է նույն մարդն է ուղարկել, ով որ ռուսաստանցի օլիգարխին է ուղարկել Հայաստան։ Կարող է նույն մարդն է ուղարկել Հայաստան, որ Բելարուսամետ օլիգարխին է ասել մի հատ հիմա ժամանակն է նորից դու մտնես ընտրապայքարի մեջ։ Կարող է այդ բոլորը նույն մարդն արել կամ նույն մարդիկ կամ նույն ուժը կամ նույն երկիրը։ Կարող է այդ նույն երկիրն է պոտենցիալ երաշխավորը բաների։ Կարող է Հայաստանի Հանրապետության լուծարման երաշխավորը այն նույն մարդն է, ով որ Քոչարյանին հորդորել է մտնել քաղաքականություն։ Ինչու եք խոսում, որ երկրի մասին է։ Դե չգիտեմ։ Չէ, բայց պիտի Որևէ վերսիա, եթե անկեղծ լինեմ, որևէ վերսիա չունեմ, փորձեք բարձել։ Չէ, պիտի դուք ասեք, որտեղ դուք եք։ Ասում եմ, ես վերսիա չունեմ, բայց ես վերսիա չունեմ, բայց ես վստահ եմ, որ դուք լրագրողները լինելով չափազանց անաչառ, անկախ, նույնիսկ Արմատ մեդիան չեք զլանա եւ ճշմարտությունը կգտնեք։ Պարոն Ռուբինյան, բայց Քոչարյանը այդ գործի շրջանակներում չեկա, որովհետև ոնց որ հայտարարեց 18, հետ որ քրգործ հարուցվեց իր հետ կապված 2018 թվականի գալը չեք ասում։ Հա։ Դա գործ հարուցվեց, ինքն էլ ասաց, ես փախնելու տեղ չունեմ, ամենայն դեպս Չէ, մեջային տված հայտարարությունում այդպես։ ինքը արդեն մտել էր քաղաքականություն։ Դրա համար եմ։ Ինքը մտիկ հեղափոխության օրերին չեք հիշում, ասում էր իշխանությունը ճամպրուկ չի, վերցնես տաս եւ այսպես շարունակ։ Արդեն քրգործից հետո էր հայտարարում։ Չէ, առաջ էր, սխալ եք հիշում։ Հենց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց առաջ։ Պարոն Ռուբինյան, երբ քաղաքական դաշտում բանավեճը բերվել է այս մակարդակի, ով կարող է էշի նման զռալ կամ չգիտեմ, այլ կենթանու ձեներ անել, քարակոսը միրգ է, թե կենտանի եւ այլն։ ԵԽԽՎ-ն մի քանի ամիս առաջ էր կոչ արել Հայաստանի քաղաքական դերակատարներին բանավեճերում լինել կիրթ, զուսպ, քաղաքակիրթ, բայց քարակոսի մասին, բայց ներողություն, քարակոսի մասին հարցի ո՞ր մասը կիրթ չէ, չի։ ճանակում եմ հարցը։ Բովանդա եւ ասում էր, որ բանավեճը տարեք բովանդակային խնդիրների շուրջ, հա, Բա դե Ժողովուրդ ջան, հիմա անդիմությունը ասում է մենք ուժեղ ենք։ Դրա ի՞նչն է բովանդակային։ Մենք էլ փորձում ենք ներողություն, չէ, ներողություն։ Մենք էլ փորձում ենք բովանդակություն գտնել այդ պնդման տակ, որովհետեւ քանի որ երբ որ իրանք ասում են ես ուժեղ եմ, կոպիտ ասած բիլակներն են ցնցում, ուզում ենք հասկանանք այդ պնդման տակ ինչ է դրած, ինչի են ուժեղ են, որովհետև խելացի են, որովհետև անկախ են, ինչով են ուժեղ։ Օրինակ, չգիտեմ, ռուսաստանցի օլիգարխի մասին ինքն էլ չի ասում, ես ուժեղ եմ, որտեղ ինքը չի խոսում, վախենում է խոսա։ Երբ որ իր բարեկամները ասում են հոպարը ուժեղ է, հəլավ չհասկանանք ինչով է ուժեղ հոպարը։ Ես իրոք կուզեի, որ իր հետ նստեի, հարցնեի, պարոն Կարապետյան, ինչով եք դու դա ուժեղ, բայց չեմ կարող դա անել, կուզեի դուք նստեիք հարցնեիք, բայց դուք էլ չեք կարող անել, որովհետև այդ մարդը փախած է։ Հիմա ես ինչ անեմ։ Նույնն էլ Քոչարյան ասում է, ուժեղ եմ, ուզում ենք հասկանանք ինչով է ուժեղ։ Ինչով այդ ոնց է այտենց ուժեղ։ Ժողովուրդ ջան, լավ էլի, ախր իր օրոք լսեք, այդ ներողություն էլի, եթե պատերազմ չի եղել, ընդ որում այդ բոլորն են ասում, էլի Սերժ Սարգսյանն էր, Քոչարյանն էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ասում են խաղաղություն էր ձեզնից առաջ, դուք եկաք պատերազմ հրահարեցիք։ Ժողովուրդ ջան, 1995 թվականից մինչև 2017 թվականը ներառյալ, այդ իրանց ասած խաղաղ ժամանակ 490 հոգի առաջնագծում սպանվել է հակառակորդի կրակոցից։ Դրա ի՞նչն է խաղաղություն։ Ի՞նչն է դրա խաղաղություն, բացատրեք ինձ։ Օրինակ հիմա անդիմադիրները պնդում են, որ սա խաղաղություն չի։ Հիմա օրինակ 2025-26 թվականները նրանք անվանում են սա խաղաղություն չի։ 2025 եւ 2026 թվականներին հակառակորդի կրակոցից սպանվել է 0 զինվոր։
իրենց իշխանության տարիներին, տեսեք, ես չեմ ասում եմ, որ մեր օրոք զոհ չի եղել, մեր օրոք պատերազմ ա եղել, 44-օրյա պատերազմ ա եղել եւ այլն։ Ես խոսում եմ 24 թվականի փետրվարից սկսած, այն շրջանը, որ մենք ասում ենք խաղաղություն ա, իրանք ասում են խաղաղություն չի։ Սպանվել է 0 զինծառայող։ Իրանք խաղաղ տարիներին սպանվել է 490 զինծառայող։ Դա խաղաղություն չի։ Խաղաղությունը էս է, ու ընդհանրապես դա պետքա պահել, ոչ մի նոր բան պետք չի հնարել, ոչ մի նոր զիջում պետք չի, ոչ մի բան պետք չի, պետքա ընդհանրապես տեր կանգնել այս խաղաղության։ Պարոն Ռուբինյան, պարոն Քոչյանի թեման հաղթանի ակtual այս հարցնել դա իր վերջին ոդքասթում երկրորդ նախագահն ասում է, որ եթե իրենք 21 թվականին գային իշխանության, այսինքն Հայաստան դաշինքը ստանցի երկրի կառավարումը, Արցախը սուրբ Իրենք 2022 թվականին չէին գնա Պրահայում այդ անհեթեթ հայտարարությունը չէին ստորագրի, որով նրա ձևակերպմամբ ամբողջ կոնֆիգուրացիան փոխվեց։ Խնդրում եմ ասել, ինչ կոնֆիգուրացիա եք փոխել Պրահայի հայտարարությամբ։ Ոչ մի, բայց նրանք իշխանության եկել են Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին եւ նրանց իշխանության գալուց 10 օր հետո նրանք լուծարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Մենք հիմա էլ թույլ չենք տալու իրանք իշխանության գան Հայաստանում եւ դրանից 10 օր հետո լուծարեն Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ լուծարման պլանը պարզ է եւ սևով սպիտակի վրա գրված եւ նկարագրված է Դաշնակցության տխրահարճակ 004 շրջաբերականի մեջ։ Ինչ է այնտեղ գրված։ Գրված է, որ արդի աշխարհի ուղիղ չեմ ցիտում, բայց միտքը հետեւյալն է։ Արդի աշխարհի մարտահրավերների պայմաններում մեկ-մեկ անհրաժեշտ է լինում իջեցնել ինքնիշխանության մակարդակը հանուն ազգային շահերի։ Այնտեղ ուղիղ գրված է, որ Ռուսաստանը կարող է որոշել Լեռնային Ղարաբաղը ուղիղ ենթարկեցնել իրեն եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հավանական միության կազմավորման դեպքում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվի որպես մեկ ամբողջություն, նկատի ունեն, որ Հայաստանն էլ ենթարկեցվի այլ ուժի։ Եվ այս պլանը ուղիղ գծած է, եւ իրանք ինչ արել են 2023-ին Ղարաբաղում, իրանք ուզում են անել Հայաստանում։ Դա հետեւյալն է. գալ իշխանության, վիճարկել խաղաղությունը, ստանալ պատերազմ եւ հարձակում ու այնպես անել, որպեսզի երաշխավորը գա, իրանք հանձնվեն երաշխավորին, Հայաստանի Հանրապետությունը փագեն, մտցնեն այլ պետության կազմ։ Ժողովուրդը դա թույլ չի տալու եւ ես վստահ եմ, որ հունիսի 7-ին ճիշտ ընտրություն է կատարելու։ Իսկ հավատում եք, պարոն Ռուբինյան, որ Ռոբերտ Քոչյանը կարող է կյանքի կոչել իր իդեալիստներից մեկը, օրինակ, Ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ։ Եվ ինչ կարգավիճակում ձեր դիտարկմամբ պետք է դեպի Սա նախընտրական բլեֆ է, թե իսկ Բայց Ռոբերտ Քոչյանը նույնիսկ ինքը չի հավատում, բայց այստեղ միտքը դա չի։ Բայց դե բայ երբ որ ասում եմ նրանք վիճարկում են խաղաղությունը, նաև սա նկատի ունեն։ Մենք ինչ ենք ասում ենք ժողովուրդ ջան, վերջապես հասել ենք մի հանգրվանի, երբ որ կարող ենք հակամարտությունը համարել փակված։ Այսքան զոհերից հետո, պատերազմի վախից, չգիտեմ, բախումներից հետո մենք հակամարտության փուլը կարող ենք համարել փակված։ Իրանք ասում են, չէ, այս հակամարտության փուլը չպետք է համարենք փակված։ Իրանք ասում են, մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան հակամարտությունը։ Հիմա ես ուղիղ ասում եմ, եթե մենք շարունակելու ենք Ղարաբաղյան հակամարտությունը, չի լինելու խաղաղություն։ Լինելու է պատերազմ։ Դա նույնպես ընտրություն է։ Իրավունքին հետամուտ լինելը դա ձեր ասած տրամաբանության մեջ է։ Տեսեք, երբ որ ամեն ինչ կախված է նրանից, թե ոնց ես դու ինչ որ բան ձևակերպում։ Երբ որ դու ձևակերպում ես վերադարձի իրավունքը որպես քաղաքական պահանջ, որը պետք է դնի Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականության հիմքում, դա նշանակում է, որ ասում ես, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ասի Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված չէ, ես այն շարունակում եմ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ասելու է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված չէ եւ ես այն շարունակում եմ, դա ավտոմատ նշանակում է չեղարկել այս խաղաղությունը։ Չեղարկել այս խաղաղությունը նշանակում է դուր բացել պատերազմի համար եւ այդ պատերազմը չի ուշանալու։ Ինքը կարող է չլինի 1 ամսից, 2 ամսից, կարող է 4 ամսից չլինի, կարող մի տարուց չլինի, բայց ինքը անպայման գալու է։ Պարոն Ռուբինյան, բայց գուցե այս իշխանությունը, որի օրոք տեղ է ունեցել պատերազմ, կորուստներ են ունեցել, գուցե այս իշխանությունը այլ հոգեբանությամբ է արկա խնդիրներին մոտենում, իսկ մյուսները, որ այդ ամենի միջով չեն անցել լրիվ այլ դիրքերից են կարողանում հարցին մոտենալ, չեք կարծում, որ սա է հենց բայց մյուսների դիրքից մեր երկիրը մոտեցել է, չէ՞ հարցին 3 տասնամյակ։ Այսինքն ինչ ուզում եք ասել, որ պատերազմը 44 օրյա, ասես մեկ օրում սկսեց, հա։ Դա 30 տարվա քաղաքականության արգասիքն է, չէ՞, որը բերեց եկավ այդ։ Հիմա մենք ինչ ենք շատ լավ, առավել եւս, ով ավելի լավ գիտի, թե որն է պատերազմի ռիսկը։ Վախորած եք գուցե դուք մոտենում, չգիտեմ, բառը ճիշտ եմ ասում, թե չէ, բայց գուցե sense կաշկանդված եք դուք խնդիրներին մոտենում։ Իսկ գուցե այդ բառը, որը դուք փնտրում եք, պատասխանատուն են, գուցե մենք պատասխանատու ենք մոտենում, գուցե մենք հասկանում ենք, որ
պետք է չգնալ այն ճանապարհով, որը ակնհայտորեն տանում է պատերազմի։ Բայց հավատելով էլի ամենակարևոր միտքը ո՞րն է։ Ես կրկին ուզում եմ հիշել 44 օրյա պատերազմը, Ժորժ ջան, մի ամբողջ ժողովուրդ, այդ թվում մեր ընտրողները, այդ թվում ինքներս մենք մեղադրել ենք, որ մինչև պատերազմը չենք խոսել մարդկանց, նախ ինքներս չենք գիտակցել դա, դրանից հետո չենք խոսել մարդկանց հետ, չենք բացատրել պատերազմի ռիսկը, հավանականությունը, ուժերի հարաբերակցությունը, թեկուզ դառը ճշմարտությունը չենք ասել։ Այս սրանից հետո, երբ որ վերջապես մենք հասել ենք խաղաղության, ու երբ որ մենք զգուշացնում ենք, որ այս խաղաղության ուղուց շեղվելը տանում է դեպի պատերազմ, ասում են ինչ եք շանտաժանում։ Շանտաժ չենք անում, Ժորժ ջան, բոլորդ ասում եմ ձեզ ամենայն պատասխանությամբ, բոլորդ ազատ եք ընտրել ընդդիմությանը։ Ուղղակի խնդրում եմ գիտակցել, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, եթե ընդդիմության սիրած Գյումրի երկու սցենարը իրականանա, մենք ստանալու ենք պատերազմ։ Իսկ եթե 44 օրյա պատերազմից առաջ գանք եւ ասենք Ժորժ ջան, հիմա իրավիճակը տանում է անխուսափելի պատերազմի, դուք ինձ ասելու եք, դուք վախեցնում եք հասարակությանը։ Ասելու եք թե չէ։ Իվարկան, ասելու եք կար ընտրություն, գնալ զիջումների թե չէ օրինակ։ Հա, չէ, բայց ինչ էիք ասելու։ Եթե դուք բացատրեիք, հասարակությունը որոշեր ինչ ասել։ Դե բա հիմա էլ եմ բացատրում եւ գուցե նախընտրական շրջան, դա շատ կարևոր դետալ է։ Բա դուք ընտրության մեջ որոշում եք խնդիրը ոչ թե ընտրության մեջ է ինքնին, այլ խնդիրը քաղաքական ընտրության մեջ է։ Եվ ինչպես 2020 թվականին կար քաղաքական ընտրություն, ինչպես ասենք, չգիտեմ, 98 թվականին կար քաղաքական ընտրություն, ինչպես 21 թվականին կար քաղաքական ընտրություն, այնպես էլ հիմա կա քաղաքական ընտրություն։ Ամեն ինչ ընտրություն է, ինչպես է Հայաստանը շարունակելու պահել իրեն։ Եվ մի վարքյան, եւ քաղաքական ուժերը ամեն մեկը տալիս է այդ ընտրության հնարավորությունը։ Մենք ասում ենք Հայաստանը պետք է շարունակի գնալ խաղաղության ճանապարհով։ Ընդդիմադիր ուժերը ասում են Հայաստանը պետք է կանգ առնի, փոխի ուղղությունը եւ գնա հակամարտության ճանապարհով։ Եթե դուք ուզում եք մենք գնանք հակամարտության ճանապարհով, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ընտրեք ընդդիմադիր ուժերին կգնանք պատերազմի։ Այդ է։ Շատ բարձ ընտրություն է, այստեղ ոչ շանտաժ կա, ոչ սպառնալիք կա, ոչ մի բան չկա։ Կարող եք ընտրել ընդդիմությանը, էլ չեմ ասում բան, որ դա կլինի ձեր վերջին ընտրությունը, որովհետև ընտրությունները նորից կսկսեն կեղծվել, բայց կարող եք ընտրել ընդդիմությանը, էլի կաշառակերություն բանը ամեն ինչ կվերադառնա, բայց Քոչարյանի 200 միլիոնը չի վերադառնա, կմնա իրան, բայց մտածում եմ եւի դուք այդքան դեմ չեք դրան, բայց վերադառնա։ Բայց ամենակարևորը մենք ստանալու ենք պատերազմ, Ժորժ ջան։ Մենք էլի դուք էլի կտեսնեք իշխանականներ, որոնք խրոխտ կենացներ են խմում, որոնք ասում են, այս ինչը մերն է, այս ինչը մերն է, այն ինչը մերն է, կտեսնեք, ամեն ինչ կտեսնեք, բոլորը կասեն, ոչ, Ղարաբաղի էջը փակված չէ, քաղցր կենացներ կասեն մեր Ղարաբաղցի եղբայրների ու քույրերի ականջներին, բայց արդյունքում մենք ստանանք պատերազմ, նոր զոհեր, նոր կորուստներ, նոր տարածքային կորուստներ, նոր պահանջատիրություն եւ այսպես շարունակ, բայց դաշնակցության գործերը օրինակ շատ լավ կգնան, որովհետեւ հայդատի թեմաները կշատանան, Հայաստանի տարածքները կփոքրանան, հայդատի թեմաները կշատանան, զոհերը կշատանան, բայց լացուկոցներ կշատանան, լացուկոցով sense խրոխտ ռիլերը կշատանան, sense կլացենք, ասեն մեր զոհերը, բայց չեն խոստովանի, որ իրանց քաղաքականության արդյունքում դա եղավ։ Ոչ է մարդիկ խոստովանեն, որ իրանց ընտրեցին, դրա համար տենց եղավ։ Դրա համար, քանի դեռ մենք ունենք ընտրություն, պետք է կատարել ճիշտ ընտրություն։ Սա ոչ շանտաժ է, ոչ սպառնալիք է, ոչ մի բան է։ Սա պարզ քաղաքական ընտրության ձևակերպում է, եւ այդ ընտրությունը լինելու է հունիսի 7։ Իսկ այդ ուժերը ինչի ընտրական process-ներից դուրս չեն դրվում, պարոն Ռուբինյան, եթե ձեր դրամաբանության գալու ու պատերազմի։ Որովհետև Հայաստան ժողովրդավարական երկիր է եւ որովհետև ամեն ինչ ընտրություն է։ Մենք հո բան չենք, մենք հո Ստալին էլ չէ, մենք հո Ռոբերտ Քոչարյանը չենք, որ գանք եւ մարդկանց ընտրությունը սահմանափակենք։ Բա եթե գիտեք ստեղից Ժորժ ջան, մենք ցանկացած բան իրականում աշխարհի բռնապետությունների մեծ մասում բռնատերերը հո միանգամից բռնատեր չեն դառնում, բռնապետ չեն դառնում։ Իրանք սկզբից համոզում են իրանք, որ իրանք ակնհայտ ճշմարտությունն է, հետո համոզում են իրանք ինչ որ կետում, որ օրինակ ինչ որ ակնհայտ լավ բանի համար պետք չէ խտրականություն դնել միջոցների մեջ, հետո չեն դնում մի հատ, երկու հատ, 3 հատ, 4 հատ, 5 հատ, հետո համոզում են, որ իրանք ամենաճիշտ են, բոլոր մյուսները դավաճան են, ու բռնում, ոչ, մեր ուղիքը նկարագրել, եթե այդ ամեն ինչը ավարտվեր, օրինակ Պապլավոկի բան զուգահանում մարդ սպանելով կամ չգիտեմ, ընտրություն կեղծելով, $200 միլիոն դիզելով, այդ դեպքում
բան կլներ։ Արձանագրենք, որ ձեր Ներուին- զբաղված ոչ մի բանով Մի վարքան, էլի։ Կա դատական վճիռ Պապլավոկի զուգահանում դաշնակցական սպանելու վերաբերյալ։ Քոչարյանի անվտանգության աշխատակիցը դատապարտվել է, չնայած համարյա չի նստել, բայց դատական վճիռ կա։ Ինչ էի ասում, հա, բռնապետությունը տենց է ձևավորում, երբ որ մարդ համարում է, որ ինքը լավ բանի համար, տենց խոսույթ էլ կա, չէ, որ բարի նպատակներով է կառուցված ճանապարհը դեպի դժոխք։ Եվ հետեւաբար ինչքան էլ մենք համոզված չլինենք եւ մենք համոզված ենք, որ այդ քաղաքական ուժերը բերելու են անարդարության եւ պատերազմի, ընտրությունը ժողովրդինն է։ Ընտրությունը ժողովրդինն է։ Մենք այս գլխից զգուշացնում եմ, մենք ընտրություն չենք կեղծել։ Նայեք, մենք ընտրություն չենք կեղծելու, հույս չունենաս, խնդրում եմ, որ մենք կեղծելու ենք եւ Քոչարյանը չի գալու իշխանության։ Ծառայող կամ ուժային կառույցներում ծառայողի ազգուտակի ներկայացուցիչները չեն ասի, որ էլի մեզ կանգնեցրեցին։ Իսկ երբ են ասել։ 21 թվականին։ Չի կա, բացառվում է այդպես բաներած։ Ինչը կանգնեցել, ինչ են Ասել են, որ կընտրեք գործող վարչապետին։ Ու հետո ինչ ա եղել, ինչի չեք ասել դրա մասին։ Որտեղ փաստեր չեմ ունեցել, որ ապացուցեմ։ Հիմա ունեք։ Հիմա էլ չունեմ։ Դե խնդրում եմ դատախազությանը սա ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Բայց ես բացառում եմ նման բան ու 21 թվականի ընտրությունները եղել են բացառիկ մաքուր ընտրություններ, որոնց արդյունքները չի վիճարկել ոչ ոք։ Բայց միտքս ավարտեմ, մենք չենք կեղծելու ընտրությունը։ Հենց որ հույս չունենաք, որ մենք կեղծելու ենք, որ իրանք չկան իշխանության, ես ձեր աչքերի մեջ տեսնում եմ, որ չեք ուզում իրանք կան իշխանության, հենց որ արեք ձեր ընտրությունը։ Բայց առատեսության հարցում շատ վատ եք, փորձեք ձեր ուժերը տեղ։ Ինչ։ Բան Քոչարյանը ոդքասթում չելոց անդրադարձել է մետրոյում տեղի ունեցած միջադեպին, կնոջ վրա Փաշինյանի հարձակմանը եւ նշել է, որ սա խոսում է մի բանի մասին, որ նա ջրի նաեւ հայկական դաստիարակության չեմ պատկերացնում ինչպես կարելի է երեխան ով կնոջ հետ խոսել նման տոնով։ Ինձ համար դա absolute երևույթ է եւ դա դրսեւորվեց երկրի առաջնորդի կողմից։ Այդ մարդը հայության հետ կապ չունի։ Հայերեն լավ է խոսում։ Նույնիսկ Քոչարյանն է շոկի ենթարկվում։ Դե նախ ես չգիտեմ, օրինակ հայկական դաստիարակության կոդի որ մասով է պայմանավորված, որ մեկը եթե քեզ ասում է պրիվետ ռոբ, քո թիկնապահը գնում իրան զուգանում ծեծելով սպանում է։ Ես հայկական ինձ ծնողները ինձ դաստիարակելիս չեն ասել, որ մեկը քեզ ասի պրիվետ ռուբ, թիկնապահիդ ասա թող գնա իրան զուգանում սպանի։ Ես թիկնապահ իհարկե չունեմ, բայց հիպոթետիկ նույնիսկ եթե ունենայի դժվար թե։ Հաջորդը պետք է իմպուլսեցին լինել, որ փորձեք նարեք եւ դաշնակցական։ Գնացեք մտեք դաշնակցություն, դարձեք իմպուլսեցին եւ փորձեք։ Եվ հաջորդը էլի հայկականության մասին է, էլի։ Այո, Փաշինյանը հայերեն լավ է խոսում։ Եվ այո, Փաշինյանը երբեք ռուսերեն լեզվով ինչ որ մեկին ձայնային հաղորդագրություն չի ուղարկել, ասելով, որ դուք ես ձեր հորդորով եկա մտա Հայաստանում քաղաքականություն, ինձ հանեք ստեղից։ Կրկին հորդորում եմ պարոն Քոչարյանին ասել, ով է իրեն հորդորել ռուսերեն լեզվով մտնել Հայաստանում քաղաքականություն եւ ում էր նախընտրում, որ իրեն հանել, շատ լավ եկեք փորձակնություն անենք։ Այդ ինչի արշակ ճակետների մեջ Սրբազանի բանը ենթադրյալ տեսանյութը կտան փորձակնության, այս էլ եկեք տանք փորձակնության։ Ես առաջարկում եմ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ձայնագրությունը տալ անկախ փորձակնության, ընդդեմ այդ ձայնագրությունը հրապարակվել էր արհեստական բանականության, ChatGPT-ից առաջ, այնքան հեշտ չէր այն ժամանակ սարքել։ Տանք փորձակնության հասկանանք, եւ եթե պարզվի, որ այդ ձայնագրությունը ճիշտ է, հասկանանք ում է ասել։ Եվ եթե պարզվի, որ իրոք ասել է, ես կարծում եմ մեր հանրությունը դրան պետք է արձագանք ունենա։ Փաստորեն դուրս կգա, որ մենք գործ ունենք ոչ թե քաղաքական գործչի, ոչ թե նախկին նախագահի, այլ ինչ որ կուսակալի եւ ագենտի հետ։ Իսկ ինչ են անում ագենտների հետ, բոլորը գիտեն։ Ոչ միայն Քոչարյանի թիկնապահը սպանել է իրեն պրիվետ ռոբ ասած դաշնակցականին, այլ նաև ինքը դրանից հետո ոչ միայն ներողություն չի խնդրել ընդհանրապես դրա համար։ Մի հատ հայտնի տեսանյութ կա, որտեղ ասում է, այդ մարդը եթե կենթանի լիներ, ես իրան երկու բան կասեի։ Այնպես որ դաստիարակության մասին ով ինչ խոսա։ Բոլոր թիմակիցները դու շարունակ սկսում եք ճեպազրույց, ավարտում եք ճեպազրույցը Ռոբերտ Քոչարյանը։ Դե բայց ի՞նչ մեղք կա։ Թվում է թե շատ եք վախենում։ Դե ժողովուրդ ջան, ախր եկեք ճիշտը խոսանք, էլի, նայեք։ Այս ձերը չի, բայց ձերը news AM, հասկացան, ձերը news AM-ն է, այստեղ այս ինչ է, այս Armenia Today-ն է, այս չէ, սերժականն է։ H2-ը հիմա ստեղ չի, բայց նոր ստեղ էր։ Այսինքն ես ինչ մեղք ունեմ,
Ես ինչ մեղք ունեմ, որ այս լրատվամիջոցների մեծ մասը, մի մասը պատկանում է Քոչարյանի հետ կապ ունեցող ուժերի, բացատրում եմ ինչ ենք խոսում։ Հա, մի մասը Քոչարյանի հետ կապ ունեցող լրատվամիջոցներ են եւ իր շրջանակներից ֆինանսավոր։ Մի մասը Սերժ Սարգսյանի, մի մասը ռուսաստանցի օլիգարխի, հենա նստած է, ռուսաստանցի օլիգարխի մերձավորների կողմից ֆինանսավորվող մի հատ նայեք, Արմատ մեդիա, ռուսաստանցի օլիգարխի ներողություն էլի։ Հիմա պարզ է, չէ՞ որ դուք ինչ որ առումով նաև լրատվական ներկայացուցիչներն եք այդ քաղաքական գործիչների։ Հիմա գալիս եք այդ մարդկանցից եք հարց տալիս։ Ես ինչ մեղք ունեմ։ Ոչ, դուք եք Քոչարյանից հարցրել, դուք եք ընդդիմությունից։ Ես մեղավոր եմ, որ ընդդիմությունը։ Գիտեք, ես առաջարկում եմ հետեւյալը, եթե մեր հանրությունը հոգնել է նախկին, այսինքն նախկիններից։ Լսեք, դուք չեք պատկերացնում ինչքան եմ ես հոգնել։ Եթե մեր հանրությունը հոգնել է նախկիններից, լուծումը հետևյալն է։ Այդ մարդիկ պետք է ստանան 0 քվե։ Մարդիկ օրինակ արդարացիորեն ասում են. մեզ, ասում են Ժորժ ջան, բանա, ինչ հետաքրքիր է, այս ընդդիմությունը գալիս է ինչից խոսա, թեկուզ օբյեկտիվ խնդիրներից։ Ֆռում ասում եք, բա դուք այ թալանչիներ։ Ասում են, սենց արդար չի, ու ճիշտ են ասում։ Որովհետև դե հա, օբյեկտիվորեն դժվար է, մեկը ասենք եկել է իր խմբակցության կեսը ապօրինի գույքի բռնագանձման տակ է, իրանց խմբակցության չէ, իրանց ուժի ղեկավարը $200 միլիոն է իրանից պահանջում դատախազությունը, գալիս ինչ որ բան են ասում։ Բայց մյուս կողմից, այո, դա սպանում է քաղաքականությունը, սպանում է բովանդակային զրույցը, բայց մարդիկ պետք է հասկանան, որ մենք չենք, չէ՞ Քոչարյանին ընտրել, որպեսզի գա այստեղ խմբակցություն ունենա։ Սերժ Սարգսյանի ֆրակցիան մենք չենք, չէ՞ ընտրել, մարդիկ են ընտրել։ Հիմա որպեսզի հաջորդ շրջափուլը 26-ից հետո չդառնա մոտարապես նույնը, երբ որ կլինի, ասենք մի քանի խմբակցություն, մեկը Քոչարյանի էլի տակ, մյուսը ռուսաստանցի օլիգարխի, մյուսը մյուսի կամ չգիտեմ, այլ օլիգարխի։ Պետք է այդ մարդկանց տալ 0 ձայն, պետք է ընտրել այն մարդկանց, ովքեր օրինակ նախ իրանց շահերի կենտրոնը Հայաստանում է։ Իրանք այլ երկրներ ինչ որ ձայնագրություններ չեն ուղարկում, ասում դուք եք ինձ հորդորել մտնել քաղաքականություն։ Պետք է մտնել մարդիկ, ում կապիտալն է Հայաստանում, ովքեր Հայաստանի քաղաքացի են, որտեղ դեսամարտությամբ Հայաստանի քաղաքացիները կարող են ընտրվել։ Պետք է ընտրել մարդիկ, ովքեր չեն վախենում խոսել։ Օրինակ, ռուսաստանցի օլիգարխը վախենում է խոսել։ Հասկանում եք, այդ մարդը վախենում է խոսել։ Ես ունեմ ենթադրություններ, իդեպ մի առաջարկ ունեմ։ Եթե ինքը վախենում է խոսել, որովհետև հայերեն նորմալ խոսել չգիտի, ես կարծում եմ բոլորիս համար ընդունելի կլինի, կամ ձեր համար չգիտեմ, իմ համար ես պատրաստ եմ այդ զողողությանը։ Թող ռուսերեն խոսի։ Եթե պարզվի, որ ինքը ռուսերեն էլ նորմալ չի կարողանում խոսի, այդ դեպքում չգիտեմ։ Այդ կներեք, բայց այդ դեպքում ես լուծում չունեմ։ Բայց ամենայն դեպս թող խոսի։ Եվ հետեւաբար լուծումը հետեւյալն է։ Այդ ուժերը պետք է ստանան 0 քվե, որպեսզի մենք ունենանք նորմալ խորհրդարան։ Պարոն Ռուբինյան, հայ-թուրքական հարաբերություններից ինչ նորություն ունեք։ Նորության դեպքում ես կհայտնեմ այս բանի նորություն չկա։ Չէ, չի կանգնեմ, բայց նոր ասելիք չունեմ, երբ որ 2 օր առաջ։ Դեմ 1 օր առաջ։ Քնաչի հետ։ Այո։ Շնորհակալություն։